Գնեք Սանկերամիկա կամ լոգասենյակի կահույք և ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Մանասյան, կարծում եմ զրույցի բավականին հարուստ թեմա ունենք, հա, վերջին շրջանում հնչեղ քրեական վարույթներ, հետապնդումներ, հոգևորականներ, մասնագիտական համայնքներ, շատելության խոսք, հետո այս ամեն ինչում նաև շատ տիպիկ կարծրատիպեր մեր հանրությանը բնորոշ, հա, որ օրինակ նույն ազդարման համակարգի երևույթի նկատմամբ վերաբերմունք, անհանդուրժողականություն, ատելություն, մի խոսքով քաղաքական ուժերը միմյանց թիրախավորելում զերծ չեն մնում նաև տարբեր խմբերի ձեռքի հետ, այսպես, հա, որպես օրինակ, որպես բացասական երևույթ թիրախավորելու մարդկանց անձնական կյանքի ազատությունների հարցեր եւ այլն։ Սկսենք հենց անձնական, այսպես ասենք, կյանքի պաշտպանությունից, անձնական տվյալների պաշտպանությունից հայտնի տեսագրությունները, որոնք տարածվեցին Արշակ Սրբազանի, Մայրաթորի դիվանապետի վերաբերյալ, իհարկե այստեղ հակառակ կողմի հենց Սրբազանի մեկնաբանությունները բավականին հակասական էին, մի կողմից ասում է, որ անօրինական ձևով իր անձնական կյանք են ներխուժել, հա, մյուս կողմից ասում է դա AI-ով է սարքած, եթե AI-ով է սարքած, ուրեմն չկա նման բան, հետևաբար չկա անօրինական ներխուժում տրամաբանորեն, բայց ինչևէ, դրա մասին չէ խոսքը, երևույթի, այստեղ պաշտպանի գործառույթները, պաշտպանի իրավասության տիրույթը որն է։ Ես այս հարցով անմիջապես եմ հայտարարություն տարածել, որովհետև համարում եմ, որ Հայաստանում ընդհանրապես մասնավոր կյանքի անձեռնխելիության եւ անձնական տվյալների պաշտպանության մասին պատկերացումները այն աստիճան ձևախեղված են, որ գրեթե ամենօրյա ռեժիմով է ընդհանրապես ցանկացած անձի համար խախտվում այս իրավունքը, բայց երբ հանրային հնչեղություն ունեցող գործերով է սա տեղի ունենում, բնականաբար սա շատ մեծ եւ լայն տարածում է ստանում, ինչը ավելի մեծ ու վտանգավոր հետևանքներ է բնականաբար ունենում եւ դա է պատճառը, որ անմիջապես երբ ինքս տեսել եմ տեսանյութերը, հայտարարություն եմ տարածել այն մասին, ոչ միայն այն տեսանկյունից, որ սա անթույլատրելի է, այլ այն տեսանկյունից, որ սա ըստ էության նաև պատասխանատվության հանգեցնող արարք է եւ վարույթի շրջանակներում բնականաբար պետք է քննարկման առարկա դառնա այն հարցը, թե ինչպես են այդ իրավունքները խախտվել, ինչ ձևաչափով է տեղի ունեցել միջամտությունն այդ իրավունքներին, ովքեր են պատասխանատու եւ բնականաբար մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Սա շատ կարևոր հարցադրում է, ընդ որում անկախ նրանից, թե ով ինչպես է մեկնաբանում եղելիությունը, երևույթը, ինքնին միայն այն, որ Հայաստանում հնարավոր է այդպիսի բան, ընդ որում ոչ միայն առաջին անգամ, մի քանի շաբաթ առաջ եմ ես հարցի առնչությամբ հայտարարություն տարածել, մեկ այլ հանրային հնչեղություն ունեցող գործով, սա նշանակում է, որ մենք ոչ միայն թյուր պատկերացումներ ունենք ընդհանրապես այս ոլորտի մասին, սա նշանակում է նաև, որ որևէ մեկի համար Հայաստանում իրավական երաշխիքները պահպանված չեն եւ ցանկացած պարագայում կամ միգուցե մի օր դա կարող է տեղի ունենալ յուրաքանչյուր քաղաքացու հետ։ Նշեմ, որ այստեղ գործնական գործիքակազմեր մարդու իրավունքների պաշտպանը կամ պաշտպանի հաստատությունը չունեն եւ հենց դա է պատճառը, որ ինքս անմիջապես իրավասու մարմիններին եմ նաեւ գրել երեք հաստատությունը գրություններ է հասցեագրել տարբեր մարմինների հասկանալու համար, թե նրանք այս գործով ունենալով գործնական լիազորություններ այս պահին ինչ են անում կամ արել։ Շատ հետաքրքիր օրինակ տեսեք այդ տեսանյութերի մասով կամ դրանից առաջ օրինակ ձայնագրություններ հրապարակվեցին հոգևորականների, հեռախոսային զրույցներ եւ այլն, որտեղ նաեւ քննչական մարմինները որոշակի հանցակազմ տեսան եւ ինչ որ իրավական գործընթացներ են սկսել։ Այնուամենայնիվ մինչ հասնել այդ իրավական գործընթացներին, հա, օրինակ երբ կոմունիկացում եք այդ ինստիտուտների հետ, ինչպես է տեղի ունենում, հա, ձեզ գոնե բացատրում են, ինչ կանխավարկածից ելնելով են սկսում
տարբեր անձանց տեսագրել կամ, չգիտեմ, ձայնագրել, եթե կա ողջամիտ կասկած, չգիտեմ, ինչ որ պլանավորվող հանցագործության մասին կամ ազգային անվտանգությանը սպառնացող ինչ որ դրվագների մասով, ինչպես է տեղի ունենում, թե չէ հանրայինորեն իրենք իհարկե ասում են, դե մենք ինչ կապ ունենք դրա հետ։ Դե իհարկե, բա որտեղից են հայտնվում այդ ձայնագրությունները, այն էլ մամուլում, ես չեմ կարծում, որ մամուլը ինչ որ հնարավորություններ ունի տարբեր անկախ կարգավիճակից, մասնագիտությունից կամ զբաղեցրած սոցիալական կամ հասարակական դերից ինչ որ մեկին գնա այդպես հենց նույն տանը, չգիտեմ, տեսագրի կամ հեռախոսներ գաղտնալսի եւ այլն։ Երկու մասի երևի թե տարանջատենք այս երևույթները, կարող են լինել իրավիճակներ, երբ այդ իրավունքներին միջամտությունը տեղի է ունենում պետական մարմինների կողմից եւ կարող են լինել իրավիճակներ, կարող են լինել իրավիճակներ, երբ դա տեղի է ունենում այլ քաղաքացիների կամ կազմակերպությունների կողմից, սրանք իհարկե տարբերակվող իրավիճակներ են, բայց գաղափարը հետևյալն է, եթե դա տեղի է ունենում պետական մարմինների միջամտությամբ, այստեղ այո, պետք է շատ լուրջ քննարկման առարկա դառնա, թե որոնք են եղել հիմքերը, արդյոք դա եղել է համաչափ, որովհետև այդպես թղթի վրա մենք բոլորս էլ կարող ենք հիմնավորումներ բերել, որ օրինակ, այսինչ մարդու հետ կապված միգուցե կարիք կա միջամտելու նրա մասնավոր կյանքի անձեռնմխելիությանը, հավաքագրելու անձնական տվյալներ եւ այլն, այդպիսի հիմնավորումներ թղթի վրա միշտ է կարելի բերել, եւ դա է պատճառը, որ այսօրվա աշխարհում մշակված են չափանիշներ, մասնավորապես այն, որ պիտի համաչափ լինի process-ը, պիտի կոնկրետ նպատակի հանգեցնի եւ այլն եւ այլն։ Եթե քաղաքացիների կողմից է դա տեղի ունենում, սա մի քիչ այլ իրավիճակ է, բայց դարձյալ մենք էլի կարող ենք գործ ունենալ հակաիրավական արարքների հետ, հետեւաբար շատ կարեւոր է, որպեսզի ամեն դեպքում սա դառնա ոչ միայն քննության առարկա, այլ եթե կան մեղավորներ, պատասխանատվության ենթարկվեն եւ ոչ միայն այս դեպքով, այլ ընդհանրապես, բայց ես մի այլ երևույթի կուզենայի անդրադառնալ այս համատեքստում։ Կարծում եմ, որ մեր հասարակությունն իրականում նմանատիպ նյութերի շատ մեծ պահանջարկ ունի, որովհետև եթե հասարակության կողմից հակազդեցության արժանանան նման երևույթները, մենք շատ ավելի քիչ դեպքերում կհանդիպենք մասնավոր կյանքի անձեռնմխելիության եւ անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտումների, որովհետև բազմաթիվ երկրներում տարբեր մարմիններ ունեն նման հնարավորություններ եւ տարբեր անձինք ունեն նման հնարավորություններ տվյալներ հրապարակելու, բայց դա չեն անում երկու հանգամանքներով պայմանավորված։ Մեկը այն, որ միանշանակ ենթարկվելու են պատասխանատվության, իսկ Հայաստանում ես չեմ կարծում, որ հատկապես այս ոլորտների առումով պատասխանատվության անխուսափելիությունն այդպես ակնհայտ է, եւ երկրորդ այն, որ մարդիկ դպրոցից են սովորում, որ սրանք մի ոլորտներ են, որոնք կարմիր գծով են այսպես գծված եւ չի կարելի ներխուժել, այսինքն հակազդեցության ամեն դեպքում ընդհանուր հանրային մակարդակում նման երևույթները արժանանում են եւ կարող են արժանանալ, հետեւաբար մենք այս առումով շատ լուրջ անելիքներ բնականաբար ունենք, թե հանրային տեսանկյունից, թե ընդհանրապես հասարակության մոտ այս երևույթների առնչությամբ ճիշտ պատկերացումներ ձևավորելու առումով, բայց առաջին հերթին դա պետք է իրականացնել նաև պետական մարմինների կողմից քաղաքացիների իրավունքների համար նախատեսված երաշխիքները պահպանելու միջոցով, որովհետև ես նորից եմ կրկնում, եթե մենք իրավիճակը բաց թողեցինք եւ իրավական երաշխիքները սկսեցինք չպահպանել, որովհետև մշտապես կարող ես հիմնավորումներ գտնել այդ երաշխիքները չպահպանելու համար։ Ես կարծում եմ, որ մենք շատ քաոտիկ իրավիճակի առաջ ենք կանգնելու եւ շատ դժվար է լինելու ընդհանրապես ինչ որ մի պահի կանգնեցնել այդ բացասական հետևանքները։ Իհարկե, որքան էլ մենք ասենք, որ պետք է լինի հասարակական պահանջ նման երևույթների նկատմամբ անթույլատրելիության, հա, որ դա գուցե նաեւ որոշ չափով զգոնություն կհաղորդի տարբեր քաղաքական հասարակական խմբերի, բայց այնուամենայնիվ պետք է փաստել, որ հենց քաղաքական կամ այլ շահադիտական նպատակներով են արվում դրանք, հետեւաբար հասարակության համար դարձնելով նման վարքը կամ նման երևույթի արկայությունը, ոչ թե բովանդակությունը, այլ արկայությունը որոշակիորեն ընդունելի, որովհետև չգիտեմ, նույն քաղաքական ուժերը հռչակում են մի X նպատակ եւ այդ նպատակը այսպես ասենք սրբացնում են եւ հետեւաբար եթե դա սուրբ նպատակ է դրան հասնելու ճանապարհին կարելի է օգտագործել ցանկացած միջոց, հա, այսպես ասենք եւ հիմնականում դրա համար արդարացվում է դրանով։ Դե հասարակությունն էլ ասում է, օքեյ, բերեք տեսնենք, համոզվենք։
Դա դրա համար մենք բոլորս շատ լուրջ պայքար պետք է մղենք այնպիսի կանոններ սահմանելու համար, այդ թվում քաղաքական ուժերի համար, որպեսզի այդ կանոնները համապատասխան լինեն մարդու իրավունքների արժեքներին։ Այսօրվա քաղաքական դաշտում ես միանշանակ նկատում եմ այդպիսի արժեքներին հակասող բազմաթիվ գործելակերպեր եւ սա ինձ համար ոչ միայն մտահոգիչ երևույթ է, սա նաեւ այսպես կարմիր գծի պես մի երևույթ է, որ ինձ հուշում է, որ պետք է շատ լուրջ քայլեր ձեռնարկել քաղաքական միջավայրը փոխելու համար, որովհետեւ այո, բոլորս ենք հասկանում, որ քաղաքական ուժերը բնականաբար ձևավորվել են քաղաքական նպատակների հասնելու համար եւ իրենք շատ ակնհայտ է, չէ՞, որ քաղաքական շահեր են հետապնդում, բայց պետք է լինեն նրանց սահմանափակող գործիքներ այն առումով, որպեսզի իրենք էլ պատկերացնեն, որ այո, միգուցե այս գործելավոճը քաղաքական առումով շատ նպատակահարմար է, բայց ես սա չեմ կարող օգտագործել, որովհետեւ մեկ այլ ավելի մեծ արժեքի է հակասում եւ իմ քաղաքական նպատակին կարող եմ հասնել այլ եղանակով։ Մենք պետք է ստիպենք քաղաքական ուժերին, որպեսզի նրանք սկսեն այլ կանոններով առաջնորդվել։ Շատ լավ, իսկ օրինակ ինչ վերաբերում է հոգեվորականների հետ կապված իրավական գործընթացներին, այստեղ կան որոշակի, այսպես ասենք, առանձնահատկություններ, հաշվի առնելով, այսպես ասենք, հարցի կամ թեմայի զգայունությունը, որովհետև շատ հոգեվորականներ իրենց դիրքավորում են, որոնք անցնում են քրեական վարույթներով կամ որոնց սատարում են այլ հոգեվորականներ, հիմնական նարատիվը գնում է ոչ թե իրավական գործընթացի իրավական լինելու մասին, այլ բարոյական։ Ինչպես կարելի է ձերբակալել հոգեվորականի օրինակ։ Ես կուզենամ տարբերենք իրավական գործընթացները եւ այդ իրավական գործընթացների շրջանակում զգայունություն ցուցաբերելու կարեւորությունը, որովհետեւ այո, մի շարք իրավիճակներում կարող է անհրաժեշտ լինել ունենալու տարբեր տեսակի իրավական գործընթացներ, որովհետեւ բացառված չէ, որ իրավական տեսանկյունից գործ կարող ենք ունենալ ինչ որ խնդրահարույց դեպքերի հետ, որոնք պետք է օրինակ քննվեն, որոնց հետ կապված պետք է եզրահանգումներ ձևավորվեն եւ այլն եւ այլն։ Բայց սա չի նշանակում, որ առաջինը իրավական գործընթացները կարող են իրականացվել մարդու իրավունքների երաշխիքների ոտնահարմամբ եւ երկրորդը ցանկացած իրավական գործընթացի շրջանակում անհրաժեշտ է պահպանել պատշաճ զգայունությունը եւ սա իրականում խոսում է նաեւ պետական մարմինների հմտությունների ու տարբեր ոլորտներում գիտելիքների մասին, եթե նրանք կարող են պահպանել այդ զգայունությունը, որովհետեւ բազմաթիվ են իրավիճակները, թե հոգեվորականների, թե իրավապաշտպանների, թե փաստաբանների, այլ մասնագիտական համայնքների կամ խոցելի վիճակում գտնվող անձանց հետ կապված իրավական գործընթացների շրջանակներում, երբ ակնհայտ է, որ զգայունությունը չի պահպանվում։ Օրինակ, կարող է հենաշարժողական խնդիրներ ունեցող, հաշմանդամություն ունեցող անձը ազատությունից զրկվել եւ նրա համար չերաշխավորվեն օրինակ սանհանգույցից օգտվելու եւ նմանատիպ այլ հնարավորություններ կամ ձեր նշած իրավիճակներում մենք գործ ունենք տարբեր խմբերի ներգրավմամբ իրավական գործընթացների հետ, որտեղ ակնհայտորեն պետք է պահպանել զգայունություն, բայց կարող են լինել իրավիճակներ, երբ մենք տեսնում ենք, որ այդ զգայունությունը չի պահպանվում, հետեւաբար սրանք նախ իրարից առանձին երևույթներ են, բայց զգայունությունը պահպանելու ուղղությամբ միանշանակ պետք է աշխատել։ Այսինքն կարելի է ձերբակալել, եթե կա ողջամիտ կասկած եւ այլն, բայց հետևելով իհարկե ընթացակարգերի։ Ամբողջ աշխարհում մենք գործ ենք ունեցել տարբեր իրավիճակներում եւ ականատես ենք եղել երևույթների հետ, օրինակ, երբ հոգեվորականներ կան, ովքեր մեղադրվել են սպանություն կատարելու, մանկապղծության, սեռական բնույթի հանցագործությունների եւ այլ հակաիրավական արարքների մեջ եւ բնականաբար որևէ մեկը այս դեպքում երաշխավորված չէ եւ ազատված չէ քրեական հետապնդումից։ Այլ հարց է, թե առաջին հերթին ինչպես են իրականացվում քրեական հետապնդումները, այլ հարց է, թե ինչ հիմքերով եւ արդյոք պահպանվում են իրավական երաշխիքները, թե ոչ, սա իրավական հատվածն է եւ երկրորդը զգայունության հատվածը, որը պակաս կարեւոր չէ մարդու իրավունքների տեսանկյունից։ Հետեւաբար ձեր դիտարկումից կանք մյուս հարցին, այսինքն նույն օրինակ հոգեվորականների պարագայում տարբեր քաղաքական հասարակական խմբերի պարագայում հոգեվորականների դեպքում տարածվում է այն մտայնությունը հենց նույն նաև հոգեվորականների կողմից, նաև քաղաքական ուժերի, ովքեր սատարում են այդ հոգեվորականներին,
այն մտայնությունը, որ հոգևորականներին չի կարելի ձեռք տալ, եւ դա ինչ որ պղծություն է մեր ազգային ինչ որ ինքնությանը դեմ արարքներ են, իրավական հարցերը թողնելով մյուս կողմ։ Չի կարելի քաղաքականության մեջ գտնվողին կամ ակտիվ քաղաքական process-ների մասնակցին քրեական հետապնդման ենթարկել, դա բնորոշվում է որպես քաղաքական հետապնդում, այլի չխորանալով կա այդտեղ իրավական ողջամիտ կասկած եւ այլն կամ իրավական process թե ոչ, ու այսպես շարունակ, հա, կամ հիշենք հայտնի փաստաբանի դեպքը Կոչուբաևին, հետաբար կան օրինակ խմբեր, դրանք են քաղաքական, դրանք են հասարակական, ինչ որ շատ նեղ մասնագիտական կամ ակադեմիական, որոնց գործելու կամ ազատ խոսքի իրավունքը շատ ավելի բարձր կարող է լինել, քան հանրության մնացած խմբերի, քան օրինակ իմ, հա։ Նախ սկսենք նրանից, որ չկան խմբեր, ովքեր լրիվ ապահովագրված են քրեական կամ պատասխանատվության այլ տեսակներից, որովհետև ցանկացած խմբի ներկայացուցիչ էլ կարող է հակաիրավական արարք կատարել, հակաիրավական արարքի վտանգավորությամբ պայմանավորված էլ կարող է պատասխանատվության ենթարկվել պատասխանատվության տարբեր տեսակների։ Այստեղ այլ մեծ հարցադրում կա։ Նախ Առաջին հարցադրումն այն է, թե ինչ արարքի համար ով ինչ պատասխանատվության է ենթարկվում, որովհետև եթե օրինակ շատ ցածր հանրային վտանգավորություն ունեցող արարքի համար, որի համար սովորաբար վարչական պատասխանատվություն է նախատեսվում, որևէ մեկը ենթարկվեց կարգապահական պատասխանատվության եւ հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ պարզ դարձավ, որ այս մարդը ենթարկվում է քրեական պատասխանատվության, հենց այն պատճառով, որ այ վաղը ինքը մասնակցելու էր ընտրություններին, հենց իրան 3 օրինակ կալանավորում են մի օրվա ընթացքում էլ ազատությունից զրկման ձևով պատժատեսակ են ընտրում եւ այլն, սա կարող է ողջամիտ կասկած առաջացնել մարդկանց մոտ, որ միգուցե այստեղ գործ ունենք բոլորովին այլ տեսակի հետապնդման հետ։ Հետևաբար պատասխանատվությունից ազատված մարդիկ չկան, այսպես ի սկզբանե, հա, որպես գաղափար, բայց անձանց պատասխանատվության տեսակը որոշելու, նրանց դեմ իրականացվող գործընթացներում իրապես շատ կարևոր է պահպանել բոլոր հնարավոր երաշխիքները, որովհետև հակառակ պարագայում այդ երաշխիքները չպահպանելու պարագայում մի քիչ էլ հանգամանքները, եթե այլ կերպ դասավորված լինեն, հնարավոր է, որ խոսք լինի տարբեր այլ տեսակի հետապնդումների մասին, բայց վերջում մի կարևոր հարցադրում ուղղեցիք, կուզենամ պարտադիր դրան անդրադառնալ, խոսքի շեմի եւ խոսքի համար ունեցած հնարավորությունների տեսանկյունից, մասնավորապես ես նաև փաստաբանի ազատությունից զրկման ու նրա դեմ այդ process-ների շրջանակներում մի քանի այսպես ելույթներ էի լսել եւ նաև հրապարակային գրառումներ, որտեղ անձինք խոսում էին այն մասին, որ նա փաստաբանը եւ շատ ավելի մեծ հնարավորություններ ունի խոսքի տարբեր տեսակներ օգտագործելու։ Ես ուզում եմ շատ պատասխանատու կերպով հայտարարել, որ գաղափարը լրիվ հակառակն է եւ չափանիշները լրիվ հակառակն են, որովհետեւ մասնագիտական համայնքների, ակադեմիական համայնքների, պաշտոնատար անձանց համար շատ ավելի խիստ չափանիշներ են գործում խոսքի տեսակների համար եւ դա է պատճառը, որ նրանցից յուրաքանչյուրի համար գոյություն ունեն նաեւ էթիկական հատուկ ստանդարտներ եւ այդ էթիկական ստանդարտները չպահպանելու համար պատասխանատվություն հենց համայնքների ներսում վրա հասնող։ Ես այս առումով ուզում եմ հատուկ շեշտադրել, որ մենք լրջագույն խնդիրներ ունենք Հայաստանի Հանրապետությունում, որովհետև եթե համայնքների ներսում գործող էթիկական ստանդարտների նկատմամբ վերահսկողությունը պատշաճ լիներ եւ անձինք առնվազն, ես չեմ ասում ամեն օր պատասխանատվության ենթարկված լինեին, բայց առնվազն հաղորդագրություն ստացած լինեին իրենց ներկայացնող մարմիններից, իրենց համայնքներից, որ սա արգելված երևույթ է նաև էթիկական ստանդարտների տեսանկյունից, ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք չէինք ունենա նմանատիպ քանակությամբ այսպիսի դեպքեր եւ ավելին նշեմ, այստեղ հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ դիսկուրսը շատ դեպքերում փորձում են արհեստական մի հարթություն տանել ու այդ արհեստական հարթությունում փորձում են քննարկել հետեւյալ հարցը. մարդու խոսքը լավն էր, թե վիրավորական էր, թե սուր էր։ Այստեղ նման դիսկուրսի կարիք ըստ էության չկա, որովհետև ակնհայտ է, հա, նույն ձեր հիշատակած գործից ակնհայտ է, որ դա խոսքի մի տեսակ էր, որը էթիկական ստանդարտների
չի համապատասխանում։ Հետևաբար այս տեսանկյունից բնականաբար հարցը պետք է դառնա քննարկման առարկա, բայց այլ հարց է, թե արդյոք նման խոսքի տեսակը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության։ Ընդհանրապես խոսքի համար քրեական պատասխանատվությունն այսօր ամբողջ աշխարհում, ի նկատի ունեմ ստանդարտներ ունեցող պետություններում եւ միջազգային կազմակերպություններում, բացառապես թույլատրելի է համարվում խոսքի ամենածանր տեսակների համար, եւ ըստ էության դա է պատճառը, որ հանրությունը պետք է պատշաճ պարզաբանում ստանա, թե օրինակ ինչու է խոսքի այս տեսակը այսքան ծանր, որ դրա համար նախատեսվել է քրեական պատասխանատվություն։ Եվ այս տեսանկյունից ցավոք մեր ամբողջ դիսկուրսը այդ թվում մասնագիտական դաշտում ընդհանրապես չի տարվում այս մասնագիտական խնդիրների ուղղությամբ, այլ պարզապես դիսկուրսը տարվում է այդ բևեռացման եւ հարցի բովանդակությունից ուշադրությունը շեղելու ուղղությամբ, որը ես դարձյալ շատ վտանգավոր եմ համարում։ Եթե շատ ավելի պատկերավոր լինենք, օրինակ նույն փաստաբանը, որը թիրախավորում է քննիչների այդ կոչբայրի մասն է խոսքը, քաղաքական մի խմբի ինչ որ համատուն պահպարակի հետ, այդ քաղաքական խմբի օրինակ առաջնորդը նույն վարչապետը X հոգևորականների ինչ որ սեռական մոլագարներ է անվանում, ընդդիմադիր քաղաքական գործիչները իշխանությանը անվանում են թրքահպատակ, թուրք ու նման բաներ, հոգևորականներ հասարակության մի խմբին հուդա նեռ աղանդավոր է անվանում եւ այլն, եւ վերջում բոլորը իհարկե որքան էլ նուրբ է սահմանը վիրավորանքի, զրպարտության եւ այլնի եւ քաղաքական խոսքի, բայց այնուամենայնիվ այդտեղ կան տարբերակումներ եւ դրանք կարելի է տարբերակել, հա։ Հիմա այս խոսույթները որքանով են քաղաքական, այս խոսույթները որքանով են քաղաքական խոսք, հետեւաբար ընդունելի։ Նախ սկսենք նրանից, որ եթե խոսքը մասնագիտական համայնքների մասին է, նրանք պետք է առաջին հերթին հաշվի առնեն այն հանգամանքը, որ թեև միգուցե օրենքում դրա մասին գրված չէ, բայց կան բազմաթիվ միջազգային չափանիշներ, որոնք հուշում են, որ կոնկրետ մասնագիտական համայնքները, հատկապես փաստաբանների պարագայում եւ այլն մի քանի այլ մասնագիտական համայնքներ էլ իրենք պետք է իրենց գործունեության ընթացքում զերծ լինեն քաղաքական ազդեցություններից, կոնկրետ գործեր վարելիս եւ մի շարք այլ հանգամանքներ, հետեւաբար այստեղ էլ էթիկական բազմաթիվ խնդիրներ կան, բայց եթե մենք առաջ շարժվենք եւ խոսենք քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասին, ապա պետք է արձանագրեմ, որ Հայաստանում այո, գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները օգտագործում են խոսքի այնպիսի տեսակներ, որոնք իրենց բնույթով արգելված են։ Այստեղ հարցն այլ է, թե որ քաղաքական ուժի կողմից որ խմբերին ավելի շատ թիրախավորող խոսքի տեսակներ են օգտագործվում։ Ես պիտի հատուկ շեշտադրեմ, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք կենտրոնացած են հատկապես ազգային կամ էթնիկ պատկանելության հիմքով ատելության խոսք օգտագործելու մեջ, եւ դուք էլ հիշատակեցիք, չգիտեմ, դավաճան թուրք եւ նմանատիպ մի շարք այլ հանգամանքներ։ Կան քաղաքական ուժեր, որոնք կրոնական փոքրամասնություններին են պիտակավորում այդպիսով ատելության խոսք օգտագործում նրանց նկատմամբ սովորաբար նույն քաղաքական ուժի մասին է կամ նույն քաղաքական խմբերի մասին է խոսքը այստեղ։ Կան քաղաքական խմբեր, որոնք ամենօրյա ռեժիմով կանանց հետ կապված այնպիսի խոսք են օգտագործում, որը ըստ էության կանանց թիրախավորող է։ Կան քաղաքական ուժեր, որ խոսքի մեջ ինչ վիրավորանք ասես չեն օգտագործում, միգուցե առանձին խմբերի չթիրախավորելով, բայց ամեն դեպքում վիրավորական խոսքեր օգտագործելով, որոնք դարձյալ նորմալ չեն։ Սովորաբար նրանք բոլորն էլ ասելու են, որ գիտեք, սա քաղաքական խոսքի տեսակ է, հետևաբար եկեք մեր նկատմամբ ավելի հանդուրժող եղեք։ Ես ուզում եմ հատուկ արձանագրել, որ հանդուրժող կարող ենք լինել այն իրավիճակներում, երբ դա օրինակ մեկ կամ երկու անգամվա բացառություն լիներ, այսինքն հանկարծ մի անգամ շփոթվեր որևէ քաղաքական գործիչ եւ մի անգամ այդպիսի խոսք օգտագործեր եւ հետո հասկանար, որ դա սխալ է կամ 1000 անգամ մեր ասելուց հետո հասկանային, որ դա սխալ է, դադարեցնեին եւ մենք ասեինք, թե հիմա ստացվել է մեկ անգամ ավելի հանդուրժող ենք, բայց խնդիրը կայանում է նրանում, որ սա ոչ թե ամենօրյա ռեժիմ է կրում, սա քննադատելուց հետո նույնիսկ շարունակելի երևույթ է մնում։ Ես հասարակ օրինակ բերեմ։ Ես ազգային ժողովում շատ հանգիստ, շատ հանդուրժող եղանակով բացատրում եմ, որ օրինակ գիտեք, որ այս բառը օգտագործում եք, սա էթնիկ պատկանելության հիմքով ատելության խոսքի տեսակ է, եւ օրինակ տարբեր պետություններ սա վերցնում են մեր դեմ օգտագործում են միջազգային հարթակներում։
Այս բառը, որ օգտագործում եք, սա էլ օրինակ կանանց է թիրախավորում, էլի են օգտագործում մեր դեմ տարբեր հարթակներում եւ այլ բաներ, եւ դրանից հետո միևնույն է պահպանվում է այդ ատելության խոսքի կամ վիրավորական խոսքի այդ մեծ ծավալը, ինչը նշանակում է, որ մենք այո, բոլորս պետք է համախմբվենք եւ ցույց տանք քաղաքական ուժերին, որ սա չէ քաղաքական դիսկուրսի ձևաչափը եւ նաեւ բոլորս պետք է համախմբվենք եւ ցույց տանք մասնագիտական համայնքներին, որ կներեք, բայց կան էթիկական ստանդարտներ հատուկ մասնագիտական համայնքների համար գործող եւ դուք պարտավոր եք պահպանել այդ էթիկական ստանդարտները։ Ընդ որում ասեմ, այդ ստանդարտների խախտումները, բազմաթիվ հիմքերով թիրախավորումները նաեւ մեր հաստատության հետ կապված են տեղի ունենում եւ մի շարք այլ իրավապաշտպանների կամ եթե չդիտարկենք իրավապաշտպան գործառույթ իրականացնողներին, նաև այլ համայնքների ներկայացուցիչների նկատմամբ ընդհանրապես այն պատճառով, որ օրինակ կարող է ինչ-որ մեկը իրենց կարծիքին հակասող տեսակետ է արտահայտում կամ միգուցե իրենց քաղաքական շահերից է բխում, օրինակ ակադեմիական համայնքի որևէ ներկայացուցչի նկատմամբ այդպիսի խոսք տարածելը, ինչը փորձը ցույց է տալիս, որ ոչ թե պարզապես անթույլատրելի է, այլ շատ վտանգավոր հետևանքների է հանգեցնում։ Բնականաբար ու օրինակները իհարկե ցավոք սրտի շատ են ու նաև ինչն է գուցե նաև ամենատխրեցնողը, որ օրինակ X քաղաքական ուժի ներկայացուցիչ ինչ-որ բան է ասում, հա անթույլատրելի բառապաշար է օգտագործում, եւ հենց այդ քաղաքական ուժի ներսում մարդիկ չեն գտնում, որոնք դատապարտում են այդպիսի խոսույթը։ Օրինակներ կան, նույն Ռոբերտ Քոչյանը իր վերջին ասուլիսի ժամանակ, երբ որ պատկերավոր ներկայացնում էր, թե Հայաստանը ինչեր է տվել, համատում էր, որ լավ է ինչ չի, հա, թե չէ ամեն ինչ էր տվել, հիմա բրծել, ինչ որ բաներ է ասում, Գյումրի կալանավորված քաղաքապետը խոսում էր կանանց կարճ շրջազգեստների մասին, կամ իշխանության ներկայացուցիչները 4-րդ հանրապետություն ոդքասթի ժամանակ սոցիալական եւ աշխատանքի հարցերի նախարարը Արսեն Թորոսյանը խոսում է ազգային ժողովի падգամավոր Թագուհի Ղազարյանի հետ եւ խոսում են քաղաքական ուժերի մասին, հանգեց նրան, որ կան քաղաքական ուժեր, որոնք լատենտ դաշնակներ են եւ ասում է, որ կան նաեւ դե լատենտ այլ բաներ էլ մեր հասարակության մեջ, դա այսպես կանխավարկածով մոտենալով կարելի է ընդհանրել, թե ինչ նկատի ուներ օրինակ պարոն Թորոսյանը, հա, բայց այնուամենայնիվ որևէ ներսում էլ ոչ մեկին չի ասում, որ դա անթույլատրելի է, ոչ մեկին չի հակադարձում, հա, այսինքն բոլոր միջոցները կարծես թե ընդունելի են եւ այդ ցավալին այն է, որ այդ այսպես կոչված ընդունելի միջոցների մեջ թիրախավորումը միմյանց ոչ թե բովանդակության կամ քաղաքական վարքի մասին է, կամ լավ գոնե հենց այդ կոնկրետ մարդու քաղաքական վարքի մասին է, այլ բռնում են հասարակության մի ինչ-որ խմբի, բերում են, դա ներկայացնելով բացասական ինչ-որ լույսի ներքո եւ դրանով թիրախավորում են իրենց քաղաքական օպոնենտին ու որևէ կողմից արձագանք չկա։ Մեծ ամասամբ արձագանքում է դե պաշտպանի գրասենյակը բնականաբար հասարակական կազմակերպություններ ու շատ հաճախ անգամ մամուլի ներկայացուցիչներ դրան բոլորովին այսպես շատ հանդուրժող են վերաբերվում։ Շատ կարևոր խնդիր բարձրաձայնեցիք, որովհետեւ ինքս էլ շեշտադրեցի, որ եթե համայնքների ներսում խնդիրները հակազդեցության արժանանան, մենք այսօր չենք ունենա այս ծավալի հարցեր եւ ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ սովորաբար տարբեր խմբեր խնդիրները նկատում են, չգիտես ինչու, միայն այլ խմբերի շրջանակներում դրա արկայության պարագայում, բայց իրենց մոտ, եթե նույնիսկ նկատում են, դրա մասին չեն բարձրաձայնում, բայց իմ հիմնական գաղափարն էլ է համընկնում ձեր գաղափարի հետ, որ այո, թե խմբերի, թե համայնքների ներսում այդ ամենը պետք է արժանանա հակազդեցության, որովհետև եթե այդ փուլում արժանանա հակազդեցության, հաջորդ փուլի մինչև մենք բացառիկ դեպքեր կունենանք, երբ խնդիրը կհասնի եւ այստեղ նաեւ այո շատ կարեւոր է այն հանգամանքը, որ ելի պիտի շեշտադրեմ, շատերը ուղղակի չեն էլ պատկերացնում, որ իրենց օգտագործած խոսքի տեսակները ատելության խոսքի տեսակներ են կամ արգելված խոսքի տեսակներ են, այստեղ էլ պետք է անընդհատ աշխատել մարդկանց իրազեկելու, մարդկանց հետ աշխատելու այդ գործընթացների վրա, բայց ուզում եմ նաև հատուկ արձանագրել, որ
այն բոլոր դերակատարները, ովքեր ուզում են այս ամենի դեմ պայքարել, պիտի միավորված լինեն եւ պիտի փորձեն նաեւ այդ արժեքները տարածել, որովհետեւ հակառակ պարագայում ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք հնարավորություն չենք ունենալու հաղթահարել այն բացասական երևույթները, որոնք այսօր Հայաստանում կան, որովհետեւ դրանց ծավալն այնպիսին է, որ ուղղակի մենք չենք կարող պատկերացնել։ Մշտադիտարկման արդյունքում էս միայն ծավալի վերաբերյալ պատկերացում կազմում։ Իսկ առհասարակ կրոնական ազատությունների մասով ինչ իրավիճակ է հիմա մեր երկրում, ինչու է հարցը առաջանում, որովհետև նույն հոգևորականները մարդկանց տարբեր խմբերի, ովքեր գուցե այլ համոզմունքների կրող են եւ այլն, չգիտեմ, անվանում են հուդա, անվանում են աղանդավոր, ինչ որ պիտակավորումներ են տալիս եւ չեն հանդուրժում, հա, որպես, չգիտեմ, քրիստոնյա կամ քրիստոնեական կառույցի ներկայացուցիչ եւ այլն, բնականաբար պետք է առաջին հերթին լինել հանդուրժող, բայց այստեղ մենք չենք տեսնում, իհարկե չենք խորանում այդ թեմայի մեջ, խնդիրը ազատություններ, դրանց երաշխավորումներ, որ չկարողանա որևէ համայնք մյուսին կրոնական, այսպես ասենք, ինչ որ կլիշեների սահմանափակումների մեջ դնի, դա ինչ որ որակումներ տա, բացասական լույսի ներքո ներկայացնելով, եթե դու այն կանխավարկածով, որ եթե դու չես հետևում իմ քաղաքական դիրքորոշումներին, սա հոգևորականի կողմից աբսուրդ է հնչում, բայց դե ունենք այն ինչ ունենք։ Ուրեմն դու աղանդավոր ես։ Կրոնական ազատությունների մասով Հայաստանում իրավիճակը մշտապես է խնդրահարույց եղել։ Դրա մասին մենք պարզապես շատ հրապարակային միգուցե իրավիճակներ չենք նկատել, բայց այսօր շատ հրապարակային արտահայտված է ամենը եւ դրա համար կարելի է շատ ավելի հեշտ խոսել այդ բոլոր խնդիրների մասին։ Նախ սկսենք նրանից, որ կրոնական ազատությունների տեսանկյունից ընդհանուր գաղափարը եւ խնդրահարույց իրավիճակը հիմնական այն է, որ եթե որևէ մեկի կրոնական համոզմունքները չեն համընկնում մյուսի կրոնական համոզմունքների հետ, չգիտես ինչու մյուսը սկսում է հալածվել եւ սա իրականում կրոնական ազատությունների տեսանկյունից շատ խնդրահարույց իրավիճակ է, մասնավորապես Հայաստանում հատկապես շատ տարածված է կրոնական մեծամասնության կրոնական համոզմունքներին չհամապատասխանող այլ համոզմունքներ ունեցող անձանց թիրախավորումը, ինչը ես ուզում եմ հատուկ շեշտադրել, որ մարդու իրավունքների տեսանկյունից միանշանակ խնդրահարույց է։ Հնարավոր չէ խոսել մի կրոնական կազմակերպության իրավունքների, կրոնական ազատությունների պաշտպանության մասին եւ այդ նույն կրոնական կազմակերպության կամ նրա հետևորդների կողմից տեսնել այլ կրոնական համոզմունքներ ունեցող մարդկանց կամ աթեիստների թիրախավորում։ Սա իրապես խնդրահարույց է։ Բայց խնդիրներն այսօր շատ ավելի մեծ ծավալի են, որովհետեւ գրեթե բոլորն այսօր կրոնական կազմակերպությունների ինքնավարությանն են փորձում միջամտել, կրոնական կազմակերպությունը եկեղեցին ինքնին քաղաքականության մեջ է, ուղղակիորեն, ինչը միանշանակ միգուցե նորից եմ կրկնում, թղթի վրա բառացիորեն արգելքները գրված չեն, բայց տարբեր չափանիշների համաձայն դրանք ըստ էության ընդունելի երևույթներ չեն։ Հետևաբար մենք կարծում եմ պետք է մի պահ կարողանանք կանգ առնել, ի նկատի ունեմ բոլոր դերակատարներին եւ հասկանալ, որ անհրաժեշտ է յուրաքանչյուրի կողմից մեկ քայլ հետ գնալ, որովհետեւ եթե խոսում ենք այդ խախտումների մասին, խախտումները գրեթե բոլոր կողմերից են։ Բայց շատ անհավանական է, էլի թվում, որ բոլոր դերակատարները կարող են ինչ-որ պահի կանգ առնել եւ ասել լավ հերիք է, կարմիր գիծ են քաշում եւ հարցերը լուծում ենք բոլորովին այլ ձևով։ Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ, որովհետեւ եթե մենք էլ ասենք, որ դե գիտեք, հնարավորություն չկա այլևս խնդիրները այլ տրամաբանությամբ կարգավորելու, ես նորից եմ ասում, մենք շատ քաոտիկ իրավիճակի առաջ ենք կանգնել։ Որտեղ ինչպես սկզբում նշեցի, յուրաքանչյուր կողմ իր սահմանած նպատակը համարում է սրբության սրբոցը։ Օրինակ նույն եկեղեցու որոշ դերակատարների կողմից, նաև քաղաքական ընդդիմության կողմից մեզ փրկելու Հայաստանը փրկելու, հա, առաքելությունն է, որը իրենց համար սրբության սրբոց է։ Իշխանական լծակներ ունեցողների կողմից հենց սրբության սրբոցը փրկելու նպատակ է հետապնդված, որը իրենց համար եւս սուրբ գործ է, եւ այս ճանապարհին, եթե մենք սուրբ բան ենք անում, եկեք ամեն ինչ ոտնատակ տանք։
Ես ինձ երբեք իրավունք չեմ վերապահի այլոց նպատակների ազնվությունը կասկածի տակ դնել, որովհետև իմ կանխավարկածն այն է, որ եթե որևէ մեկը կամ որևէ դերակատար սահմանել է նպատակ, իր այսպես ասած նպատակը ազնիվ է, եթե հակառակը չի ապացուցվել։ Հետևաբար չեմ ուզի որևէ կերպ ազնվությունը կասկածի տակ դնել, բայց խնդիրը կայանում է նրանում, որ ձևավորվել են աշխարհում չափանիշներ, որովհետև բոլորն էլ իրենց նպատակը շատ սուրբ են համարում։ Նույն սպանություն կատարող անձն էլ միշտ հիմնավորումներ ունի, թե ինչու է ինքը սպանություն կատարում կամ ցանկացած այլ հանցանք կատարող անձը, երբ շփվում ես իրենց հետ, իրենք էլ շատ լուրջ պատճառաբանություններ են բերում, թե ինչու են իրենք այդ հանցանքը կատարել։ Դրա համար էլ աշխարհը, որպեսզի ինչ որ քաոտիկ իրավիճակ չունենա, այլ գոնե առնվազն կարգավորված իրավիճակ ունենա, ձևավորել չափանիշներ եւ ասել է, գիտեք ինչ, մինչև հաջորդ չափանիշը չձևավորել, մենք ապրում ենք այսպիսի կանոններով։ Հիմա երբ յուրաքանչյուրը իր նպատակը համարում է ամենասուրբը եւ դա հիմք է ընդունում գոյություն ունեցող արժեքներն ու չափանիշները խախտելու համար, այստեղ մենք իրականում նորից պիտի այս միտքը կրկնեմ, գնում ենք մի քաոտիկ իրավիճակի, որտեղ մարդկանց շատ ավելի մեծ իրավունքներ են խախտվելու, հետևաբար չկասկածելով որևէ մեկի նպատակի ազնվությանը, ես իրապես ոչ միայն կոչ եմ անում նրանց հարգել մարդու իրավունքների արժեքները, այլ նաև կարևորում եմ, որպեսզի այն մարդիկ, ովքեր իրավասու են խնդիրների դեմ պայքարելու համար, միավորվեն եւ ճիշտ ձևով փորձեն հաղթահարել գոյություն ունեցող իրավիճակը առանց նպատակ ունենալու որևէ մեկին թիրախավորել։ Իսկ դեր կարծիքով ի՞նչն է հիմնական խնդիրը, որ մեզանում այն գիտակցումը կամ վարքը չի ձևավորվում, որ որևէ արարք անգամ այդ արարքի, չգիտեմ, ամենա հավատացած լինելով, որ այդ արարքը իսկապես վատ արարք է, անթույլատրելի արարք է, չի կարող ուղեկցվել ֆիզիկական, վերբալ, հոգեբանական բռնությամբ, այսինքն դու որևէ արարքի ըստ քո կանխավարկածից ելնելով չես կարող արձագանքել բռնության որևէ տեսակով։ Ես կարծում եմ հիմնական խնդիրը կրթությունն է, որովհետև մեզ լրիվ հակառակն են սովորեցնում ի նկատի ունեմ թե կրթական միջավայրում կարևոր չի թե դասագրքերում ինչ է գրվում, շատ դեպքերում նաև դասագրքերում գրվածն է հենց վերբալ բռնության հանգեցնող, բազմազանության նկատմամբ հարգանք չունենալուն հանգեցնող եւ այլն, բայց նաև միջավայրն է այնպիսին, որ մեզ տալիս են այնպիսի կրթություն, որ օրինակ այտես հələ նայի օրինակ 3 տարեկան երեխային կարող են ասել ձեր հարևան Հասմիկը շատ ուշ տուն եկավ, պիտակավորումներ կպցնել եւ երբ փոքր երեխան տեսնում է, որ կարելի է օրինակ մարդուն, չգիտեմ, կարճ կիսաշրջազգեստ կրելու համար պիտակավորել, բնականաբար երբ ինքը դառնում է 50 տարեկան քաղաքական գործիչ, ինքը շարունակում է նույն տրամաբանությամբ ապրել եւ նույնը վերաբերում է նաեւ այլ բնակավարներին։ Տեսնում են, ասում են, այ այս մարդը հենաշարժողական խնդիրներ ունի, իհարկե այսպես չեն ասում, պիտակավորված են ասում, ես բնականաբար ինձ թույլ չեմ տա հիմա պիտակավորել, այտես ինքը ընդհանրապես ոչ մի բան չի կարող անել եւ այլն, ինքը պետքա իրան պետքա ուղղակի խղճալ եւ ինքը նույնիսկ աշխատանք չի կարող իրականացնել, իրան մի նայի դու, որովհետեւ հանկարծ չվախենաս եւ նմանատիպ այլ մտքեր եւ մարդը դառնում է դարձյալ 50 տարեկան քաղաքական գործիչ կամ ոչ միայն քաղաքական գործիչ, դառնում է 50 տարեկան իրավաբան օրինակ եւ ինքը սկսում է պիտակավորել այդ մարդկանց եւ այսպես շարունակ։ Հետեւաբար հիմնական խնդիրը կրթությունն է եւ այն, որ մարդիկ, ովքեր կարող են պայքարել այս երևույթների դեմ, շատ դեպքերում լուռ են մնում։ Մի հարց էլի, դուք մասնակցում եք պատարագին Հովանավանքում։ Ոչ։ Իսկ վստահ եմ տեսել եք այնտեղ մի դրվագ կար, որ եթե չեմ սխալվում, ՊՊՑ-ի աշխատակցի կողմից եկեղեցու բակից բերանը փակելով մի քաղաքացու դուրս բերեցին, հա։ Օրինակ այդպիսի վարքը ինչպես է մի գնահատում։ Ես կարծում եմ, որ ըստ էության դա ուժի կիրառում էր եւ պետք է գնահատել այն հանգամանքը, թե այդ ուժը առերևույթ համաչափ էր, թե անհամաչափ էր։ Սա բնականաբար չեմ կարող ոչ ես գնահատել, ոչ էլ այլ մարմին, քան իրավասու մարմիններն են, որովհետեւ մի քանի հանգամանքներ պետք է հաշվի առնել եւ եթե կիրառված ուժը եղել է անհամաչափ, բնականաբար պետք է հանգեցնի պատասխանատվության։ Իսկ ըստ ձեզ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։
Դե այս հարցին բազմից եմ պատասխանել։ Հայաստանում իրականում կան բազմաթիվ ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված իրավական երաշխիքները ընդհանրապես իմ կարծիքով պատշաճ մակարդակով չեն պահպանվում։ Բայց ոչ քաղաքական հայացքների համար։ Ես հիմա այդպիսի պատասխանատվություն չեմ վերցնի ինձ վրա ասելու, որ դա միայն քաղաքական հայացքների համար է, որովհետև իրականում բազմաթիվ սովորական քաղաքացիների եմ հանդիպում, ում հետ կապված իրավական երաշխիքները նույնպես նույն տրամաբանությամբ չեն պահպանվել։ Շատ լավ, մենք նաև Գյումրիի դեպքերին էլի անդրադառնանք, հա, վերջին հաղորդագրությամբ մոտ 4 տասնյակ արդեն գործով անցնող մարդիկ կան, մի մասին նկատմամբ կալանք, տնային կալանք, չգիտեմ, առողջական վերահսկողություն, այդ թվում 2 անչափահաս են անցնում այդ գործով։ Գյումրիում տեղի ունեցած է, դուք օրինակ ինչպես եք որակում, ինչպես եք բնորոշում այդ ձերբակալությունները, այդ կալանքների քանակը։ Օրինակ, եթե հետևում ենք նաև մամուլին, ապա այստեղ կարծիքը միանշանակ չէ, հա։ Օրինակ նախորդին նաև նյութ էր հրապարակվել, որի մեջ խոսվում էր այն մասին, թե ինչպես է իրավապահ համակարգը, օրինակ գրոհել հանրապետության երկրորդ քաղաքը, այնուհետև համայնքապետարանը, այնուհետև աշխատակիցներին, այնուհետև սովորական քաղաքացիների, ովքեր իրենց աջակցության խոսքներ են ուզում հայտնել տարբեր խմբի կամ ինչ-որ անձի եւ այլն։ Այս իրավիճակին ինչպես եք վերաբերվում նույն նաև գործով անցնող 2 անչափահասների մասով։ Նախ նշեմ, որ բազմից եմ արձանագրել, որ իմ խորին համոզմամբ Հայաստանում կալանքը չափազանց հաճախ է կիրառվում եւ այդ ծավալները ինչ որտեղ կալանքի որպես գործիք չարաշահման մասին են խոսում։ Ես կարծում եմ, որ նման խափանման միջոցը այդ ծավալով չի կարող եւ չպետք է կիրառվի։ Եթե անդրադառնանք կոնկրետ դեպքերին, ապա պետք է արձանագրեմ, որ ի տարբերություն շատ այլ հանրային հնչեղություն ունեցող իրավիճակների, մենք շատ ավելի քիչ թվով ահազանգեր ենք ստացել ընդհանրապես այս ընթացքում իրավունքների խախտումների հետ կապված։ Հիմնական ահազանգը այն է, որ ազատությունից զրկված անձինք նշում են, որ ըստ էության իրենց կարծիքով իրենք չեն հասկանում, թե ինչու են իրենք նախ ձերբակալվել, ապա կալանավորվել, որովհետև շատերի կարծիքով, սա քաղաքացիների կարծիքն է, ընդամենը մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա իրենց կալանավորել են եւ դա իրենց կարծիքով խնդիր է։ Ես ինքս նորից եմ կրկնում, ազատությունից զրկման ձևով ցանկացած խափանման միջոցի կամ պատժատեսակի կիրառման վերաբերվում եմ բացասական այն տեսանկյունից, եթե դա ծայրահեղ հիմնավորված չէ եւ բացառիկ անհրաժեշտություն չկա անձի ազատությունից զրկելու համար, բայց կոնկրետ իրավիճակի առումով բնականաբար նորից պետք է նշեմ, եթե իրավական գործընթացներ են, դրանք այո պետք է դառնան քննարկման առարկա։ Այս դեպքերի մասով մեզ, այսպես ասեմ, շատ քիչ են հատկապես անհամաչափ ուժի կիրառման հետ կապված ահազանգեր ներկայացվել, ի տարբերություն շատ այլ հանրային հնչեղություն ունեցող իրավիճակների, բայց արդեն նշեցի ինչն է հիմնական մտահոգությունը քաղաքացիների, ովքեր այս պահին ազատությունից զրկված են, ընդ որում ազատությունից զրկված է մեկ փաստաբան, այո, եւ նաեւ անչափահասների մասին է խոսքը, որտեղ իմ կարծիքով դարձյալ շատ ավելի զգայուն է պետք լինել եւ բացառիկ դեպքերում կարելի է կիրառել ազատությունից զրկման ձևով որևէ խափանման միջոց կամ պատժատեսակ։ Մնացյալի առումով կուզենամ նաեւ արձանագրել, որ եւս մի ահազանգ եղել է մանկապարտեզների հետ կապված, մասնավորապես տեղեկացրել են, որ կարծես երեխաներին տուն են ուղարկում հավաքների մասնակցելու նպատակով, այս ահազանգը եւս մեր կողմից քննարկման փուլում է այս պահին գտնվում։ Եվ վերջում, հա, իմի բերելով նաեւ հաշվի առնելով վերջին իրադարձությունները, դուք ինչ եզրահանգման եք գալիս, համաձայն եք, որ օրինակ Հայաստանը ժողովրդավարությունից եւ ժողովրդավարական ազատություններից հետ քայլ է անում։ Ընդհանրապես համարում եմ, որ ժողովրդավարությունը ոչ թե ցանկացած իրավիճակում արդեն ստեղծված իրողություն է, այլ ժողովրդավարությունը մշտապես գործընթաց է եւ ես կարծում եմ, որ այս փուլում բազմաթիվ մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ ունի Հայաստանի Հանրապետությունը եւ բազմաթիվ են դեպքերը, երբ մարդու իրավունքների հետ կապված երաշխիքներն ու արժեքները չեն պահպանվում, ինչը ոչ միայն մտահոգվելու առիթ է տալիս, այլ նաև շատ կարևոր զանգ է հիշեցնելու, որ մենք պետք է մի պահ իրապես կանգ առնենք, մտածենք այս ուղղությամբ եւ հասկանանք, որ եթե նույն տրամաբանությամբ վերաբերվենք մարդու իրավունքների երաշխիքներին եւ արժեքներին,
մենք միանշանակ շատ վտանգավոր կետ ենք հասնելու, այդ թվում ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության տեսանկյունից։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն էր։ Մնացեք առաջինի հետ, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։